Երբ բարձրագույն լիգայում ես, քեզ համար ստեղծում են մաքսիմալ հարմարավետություն։ Համազգեստը, խոտածածկը, նույնիսկ ամպերն են սրում, որ անձրև չգա։ Կարապիլիչ սպորտ բարը նույն կերպ է աշխատում։ Լաունջ փափուկ կահույք, մեծ հեռուստացույցներ, միշտ թարմ լցնովի գարեջուր եւ հենց տեղում գործող Վիվառոբուկ մեկերական կետ։ Կարապիլիչ սպորտ բար, սպորտի սիրահարների բարձրագույն լիգա։ Ամրագրեք նախապես բարձրագույն լիգայում տեղերը սահմանափակ են։ 096 35 10 00 096 35 10 00 Հետախույզի օրագիրը, հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովի հեղինակային հաղորդումը միայն լրատվական ռադիոյի եթերում։ Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, տաղավարում հյուր ունեմ Դավիթ Գրիգորյանն է, ինքը մի հաղորդում էր գրել Կարեն Վարդանյանի հետ, շատ հետաքրքիր զրույց էր ստացվել, հիմա Դավիթի հետ մի քիչ ուրիշ թեմայի մեջ եմ ես ասենք մտնելու, որը կապված չի իր այսօրվա գործունեության հետ։ Ողջույն Դավիթ։ Բարև ձեզ։ Ստացվեց այնց, որ դու դպրոցը ավարտելիս, այլ դու եք խոսանք, հա։ Այտենց մի քիչ ավելի հասարակ այլ։ Դպրոցը ավարտելիս այնց ստացվեց, որ շարժման այդ կիզակետն եղավ, չէ՞։ 88 թվականի մասին է խոսքը։ Երբ ներգրավվեցի այդ process-ների մեջ, երբ որ ինչ-որ դեպք եղավ, թե արդեն ընդհանուր։ Ուրեմն նախապես կարելի է ասած, որ արդեն գիրք կա հրատարակած, որը Ղարաբաղի պետությունն է ֆինանսավորել մեր ազգի մասին, 2 հատորով, հենց պետությունն էլ ֆինանսավորել է այդ գիրքը հրատարակված է։ Մեր ազգի պատմությունը խորքից է գալիս եւ մեր պատմության մեջ մեր ազգը միշտ թուրքերի դեմ կռվել է։ Ազգը նկատի ունես ընտանիք։ Ընտանիք։ Գերդաստան։ Եվ դրա պատճառով 42 տղամարդից 17 թվից սկսած 15 թվից սկսած 42 տղամարդից մեր ազգում մնացել է մի տղամարդ, որը վետ կա էլի, որ ընտանիքը զարգացում է տալիս։ Մնացածներին 37 թվին են խփել, 28 թվին են խփել, 48 թվին են հալածել, մինչև այդ թուրքերի հետ կռվի ժամանակ են խփնվել։ Դա իմ առնաս մեջին նստած է։ Եվ քանի որ իմ պապիկս, իմ տատիկիս ղարսեցի է տատիկս, որի լրիվ ընտանիքը վերացրել են իր աշկի դեմը եւ ինքը ճուդում փրկվել է, եւ վերացրել են ոչ թե 15 թվին, այլ իրանք մի անգամ Բաթում փախան, նորից հետ եկան, այն ժամանակ են վերացրել, եւ իմ տատիկս ինձ միշտ սովորեցրել է Ղարաբաղում մի հատ կին էր, որ մենակ ինքն էր գրագետ հայերեն խոսում եւ առաջի կողմը Ղարաբաղ կարելի ասած տատիկիս է վերել մեր հայաթում 3 տարեկանից սկսած 4 տարեկանից սկսած եթե ես դուրս է գալիս հայաթ մի 10 անգամ պրիվոդ ունեմ 5 տարեկանից պետք է թուրքերը դուրս չգային հայաթ եւ տենց միշտ պատմում էր տատիկս նաև մեր սաղբան պատմում էին, այդ մեջս հավաքված էր էդի, և այդ շարժումը, որ սկսվել է, ակնհայտ է, որ ես այդ ձևի դաստիարակված պետք է լինեի շարժման մեջ։ 88 թվականին Սումգայիթից հետո դուք դասարանցիներով կազմել եք ինչ-որ խումբ։ Այդ խումբը զբաղվում էր զուտ հակառակորդ ասենք կոչենք թուրքերին այդ հակառակորդին ճնշելով, թե ձեր համար ավելի մեծ կարևորություն էր, ասենք, հայկական բնակչությունը պաշտպանելով։ Որն էր ձեր արժև դրված խնդիրը։ Դուք ավելի շուտ ուդարնի գրուպիրովկա էիք, թե պաշտպանիչ ջոկատ էիք։ Ուրեմն 88 թվին
որ շատ մարդկանց համար հալեր կար լոզունգ Լենին պարտիա Գորբաչով, Հիշում եմ այդպես բան։ Ստալին Բերիա Լիգաչով, մենք հասկացանք ընկերներով, որ էսի սաղ սուտ է, և սկսեցինք Վիլիսի ռուլիվոյ կալոնկայից զենքեր սարքել, հրազեն, սկսեցինք պարապվել, քանի որ մենք սա սպորտով պարապված տղաք էինք, սկսեցինք ավելի լավ պարապվել, բայով եդինաբորձվեք, փեդերով կռվել, քանի որ մեր հակառակորդը մենակ ադրբեջանցին չէր, մեր հակառակորդը նայել սովետական բանակի զինվորն էր, որը սնվում էր Ադրբեջանի փողերով, և իրանք քանի որ մեր երեխեքի դեմ միցինգներում կանայց դեմ դուբինկոկով էին, մենք էլ արդեն սկսեցինք փեդերով մարզվել երկար, որի լոբու փեդերով, և սկսեցինք, որ հանկարծ եթե մի բան լինի, կարնանք իրանք հակազդել։ Ոնց հասկացա, խնդիրը ավելի շուտ բնակչության պաշտպանությունն էր։ Սկսեց դրանից։ Հետո որ Սումգայիթի դեպքերը եղան, Սումգայիթի դեպքերի նույն օրը Ստեփանակերտ քաղաք եկավ, մտավ 2 հատ ավտոբուս, որը արդեն լրիվ ջարդված էին, քարով, մարով խփում էին, խփած վառած էին, մենք հասկացանք, որ մենք պետք է կոնկրետ կռվենք։ Ճիշտ է, առաջացավ սպանտանն առաջացավ տարբեր առաջարկներ բան, բայց քանի որ կար թուրքի տներ եւ այլ, այդ մարդիկ արդեն գնացել էին, իրանց տները կարելի էր ասած դադարք էին, մենք մեր նենավիստը առաջինը այդ տների վրա փորձեցինք վառել։ Կոորդինացնելու մասին իմաստ ունի ասել, էլի, ձեր խումբը կամ ձեր ջոկատը դպրոցականներից, ասենք, այդ ժամանակ դեռ դպրոցական էիք, ում էր ենթարկվում։ Ոչ մեկին։ Բացարձակ։ Ընդհանրապես ոչ մեկին։ Եվ քանի որ ենթարկվողներից մեծ մասը տները վառելուց ընկան Շուշվի բերդը, այսինքն ուղադրեսնի եկան տնից, երեխեք էին, մեր թայ, մեզնից մեծ, շատ մեծ, վերցնում էին, տանում էին, սաղ զարմացան, որ մեզ ոչ մեկը չի բռնում։ Եվ հարց տվին մեր մեծ ընկերները, այս ոնց է, սաղին բռնում են, ձեզ չեն բռնում։ Ասում են, որտե մենք Ռադուգա տելևիզոր չենք տանում մեր տուն։ Չեմ կարծում, որ միայն այդ Ռադուգա տելևիզորի հարցն էր, երևի նաև ինչ-որտեղ արտահոսքային ինֆորմացիայի, դուք լինելով ավելի պարփակված խմբավորում, կարողանում եք մինիմալացնեիք արտահոսքը ձեր մասին, հատուկ, ասենք, ինչ-որ ուժային։ Էդի մենք հասկացանք հետագա մեր քայլերի ժամանակ։ Մենք հալա տենց գաղտնապահություն եւ այլ տենց հալա չենք հասկանում։ Ուղղակի զուսպ էինք, մենք մեզ ռեկլամա չէինք անում, իսկ մնացածները գնում էին իրանց հերոսությունները պատմում էին, իրանց բեսեդքում, իսկ բեսեդքում միշտ էլ կա լրտես։ Այո։ Լրտեսն էլ միշտ վաճառում է ինֆորմացիան։ Ինձ զարմացնում էր միշտ Ղարաբաղում շատ բնակավայրերում շատ լավ պարապած կամ լավ զորամասերում ծառայած տղաների ներկայությունը, որոնք պատերազմին սկսեցին մասնակցել 92 թվականից։ Երևի ձեր երիտասարդական մաքսիմալիզմն էր, որ դուք 88 թվականին արդեն միանգամից կանգնակ անարդարության դեմ։ Հիմնականում Ղարաբաղում բան կար, որ սովետին հավատ եւ սովետը, այ ոնց որ ասեցիր Լենին պարտիա Գորբաչով, սովետին հավատից բացի, այս բանակը իմ հարկերով է, բանակը իմն է, իմ ձեթիշան է, իմ երեխեն է, ինքը պարտավոր է ինձ պաշտպանել։ 91-ի վերջից նոր երևի եկավ տեղ հասա, որ այս մի 3 տարիա բանակը հեչ մեր օգտին չէր ծառայում։ Երևի բացատրվում է ձեր մանկական, չէ, մանկապատանեկան մաքսիմալիզմը, որ բնորոշա ցանկացած պատան։ Ես ուզում եմ մի ուրիշ բան հարցնեմ։ Ձեր խումբը գործում էր դեռ Սումգայիթից հետո։
Չէ, 88 թվականի գարնանից։ Դու ասեցիր օգոստոսի 7։ Օգոստոսի 7-ին 88 թվականին ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն ես մայիսին քննությունները հանձնելուց հետո եկա պոլիտեխնիկ ընդունվեցի։ Գերազանց վերադարձա Ղարաբաղ։ Ու արդեն ավտոբուսով չենք վերադառնում, սամալյոտներով ենք վերադառնում։ Բայց ավտոբուսով եկա։ Դրանից հետո հասկացանք, որ ավտոբուսով հետ գնալ Ղարաբաղ անհնար է։ Գնացինք սամալյոտով։ Սա ուրախ զվարճ, սա հավաքվում են, տոնում են, ով ընդունվել է, ով չի ընդունվել, այդ երեքան էական չէր։ Ես սամալյոտում ծանոթացա մի հատ գլուխը քաչալ պոլոտնի տղու հետ, որ ասեց, տենց դուխով տղա ես, արի հանդիպենք։ Ասեցի հանդիպենք։ Ասեց վաղ առավոտ ժամը 9-ին կգաս ես ինչ հացի փուռը։ Գնացի հացի փուռը, ասեց հիմա դու պատրաստ ես գնաս հայկական գյուղ պաշտպանես, թուրքի բերանին։ Ասեցի խի չենք, դի առաջի բանը չի։ Ինձ համար, որովհետև մեր գյուղի տունը կողքը թուրքի գյուղը։ Հետո ասեց գնանք իր համար զարմանք էր, ես էլ չէի իմանում, որ ինքը Աբովյան քաղաքից է, իր համար էդի նորությունա, որ տղան ասում այլի գնանք։ Եվ մենք գնացինք Փարող գյուղը։ Գնացինք Փարող գյուղը, 26 հատ տատիկ, 25 հատ պարավ։ Էլ մարդ չկա, 3 կողմը թուրք են։ Աղդամնա, Շեյլունա, ոնց նայում ես թուրքեր են։ Ասեցին, կմնաս։ Ասեցի, խի չեմ մնա։ Զապարոժոյցով են գնացել, Էնգելսի Աշոտի, Գող Աշոտի, Շավաշ Մականումով Աշոտի։ Ասեցի, մնանք։ Այդ ժամանակ մնացինք ես, Փարոխի խաչիկը, որն դե ծանոթացա, իր կինը, մեկ էլ իրանց փոքր երեխա։ Երկու օրից հետո պատահեց դեպք, որ մեկին թուրքերը բռնել են, տենց ինֆորմացիա կա։ Աշոտն ու Շավաշը մեկ էլ խաչիկը գնացին հասկանան թե ինչ է կատարում։ Ես իրանց ասեցի երեխա էի, 16 տարեկան, 16.5։ Ասեցի ուր եք գնում առանց զենք։ Հետի կապ կանա, ձեզ բռնելու են։ Խնդացին, գնացին և բռնվեցին։ Ծուղակ էր։ Այո, սարքած երևում էր սա։ Իսկ մնացին գյուղում ես, Թամարը, փոքր երեխան, այդ բիձեքը, էլ մարդ չկար։ Եվ այդ սաղը զենքերը, Մարգուլին պիստոլետը, 32 հրացանը, մեկ էլ տոզ 8-ը, մնաց իմ ձեռս, մեկ էլ մի հատ լենականցի տղա կար, ինքը հասկացավ, շուտ փախավ, ձին նստեց փախավ, շատ լավ տղա էր, բայվոյ տղա էր, ինքը հասցրեց, որ արդեն գալիս են, եկան ռուսները, ասեցի, ես տե ապրում եմ, ես իմ Ստեփանակերտի պասպորտս, ասեն, մեր գյուղն է, թողին գնացին, մնացինք մենք, և 2 գիշեր ես մնացի մենակ այդ սաղ գյուղը մենակ պաշտպանելուց։ Մյուս օրը 3-րդ գիշերը եկան արարատցի տղերք, առաջի ջոկատը Վազգեն Սարգսյան։ Մի քանիսը հիմական սաղ են տենում են, բան հիշում եմ։ Լավրենտի տղեկը, հա։ Եկան Լայերտի, այնտեղ հիմա լճեր ունեն, բան ունեն, չեմ անում, երասխում, ուզած չուզած լճերով են զբաղված։ Ասեցի, աղբեր ջան, ասում եմ, մեր զենքերը պետք է գա, դու զենքերի տեղը ասա, մենք էլ քեզ հետ պաշտպանենք, ասում եմ, աղբեր, ես չեմ կարող ձեզ զենք տամ, ագրանատներ էլ կա մոտներս, համադիելնի, ֆիցիլով, մոտս։ Եվ տղի սկսից հարձակում, հալա իրանք չկային, իրանք հետ։ Բայց էդի երևի 89-ին, չէ՞ արդեն։ 88 թիվ Աշուն, օգոստոս։ Պաստոն քո գնալն ու այդ լարված իրավիճակը մենք եղավ։ Եվ
Այդտեղ առաջի անգամ փորձարկեցի գրանատը հենց դրանց վրա, թուրքերի վրա, հասկացա ինձ ուժ ունի այդ գրանատը։ Հետո Թամարինով երեխուն որ արածիկ եկան, մի երկու օր էլ իրանց հետ մնացի, բացատրեցի, ցույց տվեցի թուրքերը որտեղ են, ինչ են, պոստերը որտեղ է դրվում, ինչ արվում։ Ղարաբաղից, Ստեփանակերտից մարդ եկավ, ասեց կարաս իրանց զենքերը տաս Շահբանից։ Տեսել էի Կամոյի հետ, Չուգունի հետ, Չուգունը արդեն Երևան էր։ Եվ Թամարին մեկել երեխու, վերցրի տարանք մեր տուն։ Տարանք Լևոն Մելիք Շախնազարյանի հետ։ Բայց քանի որ ես իրանց չէի վստահում, 6 հատ պոստ ենք անցել։ Ես 2 հատ FK ինձ հետ վերցրի, ոչ թե ֆիցիլով, 2 հատ FK վերցրի, ասել եմ ինչ լինի, չէի հավատում։ Իրանց ինձ համար դրանք սա դավաճան էին։ Ով որ խոսում էր, լեկցիա էր կարդում եւ ես չէի բանում։ Հետո Լևոնի հետ մոտիկացանք, բայց դա մեր առաջի հանդիպումն էր։ Հետո որ պոստերը անցանք, ասեցի դե որ քանի որ պոստերը անցել ենք Ստեփանակերտ ենք, խաչա մեզ սաղին ստուգում էին, բան էին անում։ UEFA չէին ճարում։ Եվ չէ, մեզ սենց չէին ստուգում։ Հա։ Մեքենաներն էին։ Այդ տան սփարթնեց։ Իրանց տանը վատացավ, գնացինք իրանց տուն, Թամարին երեխուն բարձրացրի իրանց տուն։ Ասեցի դե դու քանի որ ես էլ դες այդ ոչ մի տեղ գալու չունեմ, ես էլ վերցրել եմ, որ ճանապարհին եթե վտանգ լինի, կարողանանք պաշտպանենք քեզ կինո երեխուն։ Ինքը սփարթնեց ընկավ։ Իրանց տանը մեջ դիվանի վրա ընկեց ուշաթավ։ Ժանան էլ կար, իրանց տանը։ Դաշնակ Ժանան։ Ոչ, հա։ Դերասանը։ Դու ոնց ես տարել 6 հատ պոստ ենք անցել, դու չէ ոչ մեկ ասում եմ, չիմանում եք ինչ անեք։ Պետք էր հասել ենք, ես գողություն չեմ անում, ես էլ ձեր 2 գրանատն ա վերցրեք, ես էլ գնացի մեր տուն։ Դավիթ ջան, տնես թրուցիկ հնչեց անունը, որը որ երևի արժե շեշտել, հա։ Այն մարդը, որը որ քեզ ինքնաթիռում քաչալ հանդիպել է, դա Չուգուն Կամոն էր։ Դա Չուգուն Կամոն էր, որի մահը 92 թվականի հունիսի վերջ մեծ հարված էր ընդհանուր զինված պայքարի համար։ Հա, Չուգուն Կամոն մահացել է Քյաթուկում, եւ ես կարամ ձեզ մի բան ասեմ։ Աղջվանիկի վերևի դիրք։ Քյաթուկում, որ եթե չլներ Չուգուն Կամոն, իր դուխը անհնար էր պաշտպանել այդ պաշտպանական գոտին։ Օրեր լինում, որ 7 հոգի ենք մնում։ Այդ ժամանակ դու տեղ ես եղել։ Չէ, ժամանակ 92 թվականին ես Մարտակերտ էի։ Շարունակենք հիմա այդ 7 օգոստոսի դեպքերներ, դրանից հետո ես եկա դառա նորից ուսանող, բայց արդեն ման էի գալիս ով է, ինչ է, ոնց է եւ այլ, դե քանի որ Կարապետյան Ագոն իմ հարազատս է, ինձ թե ինքը ճարավ Երևանում 65-21-21 իր աղբոր հեռախոսի համար 5-րդ դասարանից Ագոն իմ հարազատս է, ես 5-րդ դասարանից ինչ ճարավ, բա դու Սայուզի 2-րդ տեղն ես տապոգրաֆիայով գրավել, բա այսքան սկսել ես, արդեն գնացել ես, արդեն սաղ գիտեն էլի, բա չես ուզում, ասում եմ ուզում եմ, բայց դուք բան չեք անում ախպեր, լալ տապալյա, բոլշի նիչո, կոնկրետ բան կա, ասեք, գանք անենք, և էքստերնմ քննություններս հազնում էի, մի քանի պապուտկա արեցին իրանք, դաշնակցությունը, որ Ղարաբաղ վերտալյոտով զենք մատակարեն։ 3 պապուտկայից 2-ը լավ չստացվեց։ Դա 90 թիվ արդեն երևի։ Հա? 90 թիվ։ 89 նոյեմբերի վերջ, 90 մարտ։ Ֆևրալ, 90 ֆևրալ։ Ասես դե ոչ, ես էլ երեխա եմ, ով կմտածի, որ էսի մի բան անում է եւ այլ։ Ես էլ քանի որ ալպինիզմով, տուրիզմով էի զբաղված։ Սա Ղարաբաղը անկիր գիտեմ։
4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ դասան ռեսպուբլիկայի չեմպիոն բան։ Լեռնային туриզմով էր զբաղված։ Եվ սա գիտեի Ղարաբաղը։ Ինքս եմ տոպոգրաֆիայով արել, մարշրուտները, սա ամեն ինչը գիտեմ։ Ասես դե ոչ մեզ գործը դու ես անել։ Դաշնակները Սադամը, Հրանտը Մարգարյան, մեկ էլ Կարապետյան Ագոն, ես մենակ իրար եմ, դրանք ինձ համար կային, չկային, ոչ իման։ Տենց ծանոթացանք Դուշման Վարդանի հետ և իմիջայլոց էլի ծանոթացանք Էրեբունի այրապորտում։ Ես արդեն որ երրորդ անգամ զենք եմ տանում վերտալուտով և օդում ես եմ որոշում, որտեղ պետք է քշի Սևանից հետո, որտեղ պետք է քշի վերտալուտ։ Դուշման Վարդանը երբ որ աֆղանցիների ջոկատում էր, թե որ արդեն առանձին էր։ Չէ, հիմա ասեմ, Դուշման Վարդանը Վանցյանի սենյակում էինք։ Ես վերտալուտից հարցն էի լուծում, մտում թե ես եմ էլ լուծում, բայց դա мне казалось։ Տեսա մի հատ տղա կոստյում հագած, գալստուկ կապած, թռաշված, եւ իրան ինձ են ցույց տալիս։ Ախր ես շատ եմ իմանում ինքը ով է, ինչ է եւ այլ ինքը, բայց ինքը արդեն ինձ գիտի։ Հիմա ես թռնում եմ Օղորմոցիկ Վլադիմիրը Մարդակերտի ջոկատի հրամանատարը, Օղորմոցիկ Նեսոն Խնձորեստանի ջոկատի հրամանատարը, Ասկոլկի դոյրոդնի աղբյուր։ Իրանք էլ վերցրել եմ, իրանց ինձ հետ ուղարկել են, որ ցեննի Գրուզաբան Դավիթ կարող է մենակ այս անգամ չկարանա ձիերը բարձի տանի եւ այլ անտառի մեջին, նեղ մի սպասում էր Հայկը ինձ։ Մարդակերտի ուղությամբ իջնելուց երևի քոլատակ, հա։ Չէ, քոլատակ ես մի անգամ էի իջել, երկու անգամ ես քոլատակը վառված տեղը։ Բանը ուրիշ տեղ էր ես իջնում, ինձ դիմավորում էր միշտ Հայկը, Վաղոասի։ Օղորմոցին նոր է մահացել 3 տարի առաջ, սպիլսը, не выдержал։ Տեսա եկան, Վլադիմիր եկավ, Նեսոն եկավ, ասենք, բան ասում եմ, հա ինչ, դե արդեն գիտենք իրար եւ այլ։ Իջացրից այդ անգամ մեծ պարզազենք իջացրի, մոտավորապես մի 80 հատ Կալաշնիկով, 6 հատ կարաբին, 6 хат пулемет станковый. Без приклада еще нужно было доделать. И меня встречает этот парень, Душман Вартан, который в аэропорту на меня присматривался. Это Журтови մասին ախոսք։ Я говорю, март, уже март, это уже не ноябрь. 90-ի մարտ, 90-й март. այդ վաղ Վարդանը լավանցիների հետ էր։ Ну я то, что есть, то говорю. Он меня встречает, проверяет все затворы, если չեմ էլ հասկանում ինքը ինչ անում։ Անտառում, սաղ տեղն է եւ այլն, ինքն էլ միշտ պոշկին է մրսում էր, շուշուտ ավտոն կանգնացնում էինք, որ չի շկաներ։ Потом снова я приезжаю, но этот раз уже особый груз, с аэропортов ես չեմ կարա գնամ, գնում եմ, տանում են ինձ հասցնում են Շահումյանից թռնում եմ հենց Երիշենի ստադիոնից։ Թռնում եմ, տեղ էլ ծանոթանում եմ համ Պողոսի հետ, համ Սերգեյի հետ, համ Շահենի հետ։ Պողոսը Շահենի աղբերը։ Հա, Պողոսն ստանեմ։ Դրանից հետո առաջ էլի դեպքեր ա եղել, չեմ ուզում այդ արդեն բան էլի ուղղուբլյացա։ Ես ավելի շուտ կուզենամ ոչ թե դու ցենց հատ պատմես, ասենք, որովհետև դա շատ երկար կա։ Չէ, շատ հետաքրքիր է։ Հետո արդեն որ կոնֆլիկտ возникает, ում հետ։ որ իրանք ասում են, ստե պետք է իջնես, ես ասում եմ, ես ստե չեմ իջնելու։ Ասում են, հա դրուտ պետք է իջնես, ասում եմ, չեմ իջնելու։ Հադրուտ քաղաք։ Չէ, էլի ոչ ընդեղի անտառներ։ Ասում եմ, ես ընդե չեմ իջնելու, կարոջի։ Ձեզ պետք է որ զենքը հասնի Հադրուտ, ես իրան իր ճանապարհներով կհասցնեմ Հադրուտ։ Երևի Մոխրենից էլի պետք է իջնեիր։ Մոխրենից կամ Տումի հատված։ Չէ։ Հա, դե ես դե չեմ իջել։ Թող ոնց կիջնես ընդե համ ռուսներ կանացան։ Ես չեմ իջել, Հադրուտ չեմ իջել։ Հա, ընդհանրապես Հադրուտի շրջան չես։ Կոնֆլիկտ возник, ասում եմ, ես դե չեմ իջնելու։
Ասել են դու հրամանը չես կատարում, ասում եմ ճարեք այն մարդին, որ ձեր հրամանը կատարի, ես տենց տուֆտա հրաման չեմ կատարի։ Վառված, ես այդ սաղ անտառները անկիր գիտեմ։ Բե Մոխրենից մի չափով տեղ էր, որտեղ Մոխրենից իջնելուց Սարը փագում էր ռուսական զորամասի տեսադաշտը ու կարող էր հանգիստ իջնել։ Հարցը զորամասի տեսադաշտը չի։ Հարցը նա է, որ վերտալոտը գնում է Հադրութի ուղությամբ, ինքը չի կարա ընտրի ուրիշ ուղություն։ Իսկ Սևանի գլխից դու կարաս ուղություն ուտրես համ դեպի Բադարա, համ դեպի Երիհուրրաթաղ, համ դեպի Քոլատակ, համ դեպի Шаумян. И время противодействия оперативных работ очень маленькое. Я это очень хорошо представлял. Դե Հադրութ, եթե Գորիսով գայր, էլի Դե Գորիսով հետ այլ ուրիշ տեղ չես կարա իջնես, կամ Բերթաձոր պիտի իջնես, կամ Հադրութ պիտի իջնես, էլ տեղ չկան դեման գալու, կգնա Մոխրենից Մեկ էլ կարա էր այդ Красный базар իջնել։ Ну это же прямо, это моя деревня, прямо попасть к ним в ловушку. Это акрхира. Հետո Тем более это деревня Красный базар. Եվ դրանից հետո ես էլ չուզեցա գնամ, այդ ասացին, այլ արդեն սովորեցրել եմ, մարդիկ կա կարում են գնամ, բան ես լավ ազբաղվեմ եւ այդ մոմենտը քանի որ արդեն ասում, հա, մի դեպք էր պատմեմ, շատ հետաքրքիր ժողովուրդը որ բարձ լինի։ Հիմա ես այդ արդեն 4-5 անգամ գնացել եմ, եկել եմ, բայց հələ ուսանող եմ, բան սովորում եմ, լեգենդան պաշտպանում եմ եւ այլն։ Մեկ էլ շոպրոն կաֆե կար երիտասարդականի դիմաց։ Լավ ժայի տրած կարտոշկա էին սարքում, դե ուսանողի ջեբը փողը ինչ պետք է լինի։ Մեկ էլ տելում եմ շավաշը նստած։ Շուկաֆում ասում եմ շավաշ ջան, բարև, ես դուս ես եկել փոխանակել, բան ես իրա մոռացել կորցրել էի 88 թվականից, բան ինքն է սենց ինձ նայում, ասում է կարող է ինքն է ինձ հանձնել։ Ասում եմ ախպեր, ես ձեզ չասեցի մի գնացեք, կբռնվեք, եթե ես քեզ հանձնողը լինեի։ Ես քեզ տես բան կասեի։ Ասում է, բա ինչ ես անում, ասում եմ դե ուսանող եմ էլի ապեր, ինչ պետք է անեմ։ Տենց։ Եվ մի անգամ կյանքում իջնում եմ Քոլատակ։ Ինձնից հետո իջնում մավել է իջնում է ինձին դրանով եմ փախցրել մավելն այդ վերտալոտով։ Շուշվից տղեկ բալնիցից փախցրել են, բերել են այդ վերտալոտով։ Մեկ էլ կամոյ ճուգունի ախորը Արարատի։ Արույն։ Երկուսին փախցրել ենք այդ վերտալոտով։ Հիմա իջնում եմ Ասկոլկանից դիմավորում, հա։ Դա որ թվի մասին ես խոսում։ 90? Հա։ Քո ասած մարտ ամսին։ Հա։ Չէ, 90 արդեն կարող է լինի 90 հոկտեմբեր, նոյեմբեր էլի։ Չեմ իմանում, արդեն 90 հոկտեմբեր, նոյեմբեր, գեղ պասմուրն է։ Մինչև նոյեմբեր ուղղակի Արուն Ղարաբաղ չէր գնացել։ Ասում եմ հոկտեմբեր, նոյեմբեր էլի, չեմ իմանում։ Արուն կարմրած ուրախ վերտալոտը նստում անգամ, բայց դիմավորում է ինձ ով շավաշ։ Շավաշ դիմավորում ասես նայում ասում։ Բա այդ խիչ է ռեստորանում ասես ես շատ գիտեմ դու քեզ ընդ ինչ են արել, ինչ չեն արել, ես քեզ ինչ ասեմ։ Եվ ինքը ասկոլկին ասում է. Աշոտ, դե երկուսն էլ գողական են, չէ։ Աշոտ, Դավիթը իմ ջոկատից սա քո ջոկատիցս չի։ Չուգուննդից ասում է Դավիթը մեզ է տա, քեզ է չի։ Աշոտ ասում է, չէ, ասում է դուք արդեն կորցրել եք Դավիթին։ Ոչ իմ այդ սաղ ամեն ինչ բրցնում, հա, այդ որ գալիս է ասկոլկան ասում արա դե ասում մինա չկա էլի սովորցնեմ մինա սարքելը գոնե սկսեք մարդ չկա ում սովորցնեմ մինա սարքելը սկսեք մինա սարքել ոչ իմ սովորցնեմ մինա սարքելը 5-րդ հարկի կրուշում Ստեփանակերտի կենտրոնում սկսում ենք մինա սարքել ведро селитра и тому подобное, Բալտիկ գայքի и тому подобное։ Հա, համացանցում թող մարդիկ ծանոթանան դրանով, եթե հետաքրքրված։ Եթե հետաքրքրում։ Հետո բայց ասում են, կարա այսքան սարքում ենք չեն գալիս տանում։ Բա մի հատ չգնանք փորձենք։ Փորձենք տենակ, ես ինչ ենք սարքել, շատ ենք իմանում ինչ ենք սարքել։ Եվ այդ մինա փորձելու, սարքելու վրա առաջանում է основной костяк։ Մեր խմբի основной костяк։ Ստեփանակերտի տակի Աղդամ Շուշի ճանապարհն է։ Ուզում եք Инженерно-саперный խումբ, հա, տենց։ Չէ, ախպեր, костяк проверяли люди на что способны и тому подобное։ Տուն ենք վարձել։ Այդ տնից
ասում ենք մինան վերցրու, իջացրու ներքևը դիր, պրովոդները կապի, հելի վերև, հելում էր, փորձում էր։ Իսկ բանը ասֆալտապատ տարածքն եք մինապատում, թե ֆուգաս եք զակլատկանում կողքից։ Կողքից ֆուգաս, մոն, обычный, искусственный մոն է։ Ну ֆուգաս կողքից, որտեղ ասֆալտը մինապատելը մի քիչ Չէ, ասֆալտը չի, մոն է։ Բա լավ, падրիվը պրովոդներով։ Ախպեր, ATS-ի շորեր ենք ճարել։ ATS-ի շորեր ենք հակել։ Եվ прямо у носа перед комендантским взводом, ну, охраны моста, прямо проводили кабель. Перед ихним носом. Да, 12 часов дня. А что вы делаете? Телефон проводим. Դե պարզ է, այդ լկտիուց պահվածքը մեր կողմից մեզ շատ հաճախ թույլ էր տալի, որ մենք այնց գործողություններ անենք, որ ուղղակի անհնար է։ Լավ, իսկ հետի ասենք զինված պայքարի մի հատվածն է, չէ, հետո ստեղծվեց բանակ։ Չէ, հալա մինչև բանակը կար պարտիզանական շարժում։ Այսինքն две-три операции. Первая операция по нападению на Ходжалу, которым руководил Вартан и Арам Манучарян. А основным идеологом этой операции были дашнаки. Первый раз мы там использовали огнеметы, а потом использовали... Նկատի ունես այն անհաջող Խոջալու գրողը։ Շատ հաջող ա եղել։ Ինչով է հաջող։ Այնքան անհաջող ա եղել իր կոորդինացիայով, այսինքն Չէ, ռեզուլտատովն ես նկատի ունեմ։ Ինչ ռեզուլտատ էր։ Չուգունենց խումբը, որ պետք է ալազաններով աշխատեին այս ինչ ժամանակ, իրանք չաշխատեցին։ Ինչու չաշխատեցին, դա մնաց մեզ համար գաղտնի։ Մեր կողմից, քանի որ ալազան խփողել էր պետ, վրեժը արացի որ կա, որ առաջի ալազանը օգտագործել է։ Ինքը ինձ է սովորացել, քանի որ այդ ալազանները ես էի վերտալյոտով տանում, ինքը ինձ էր սովորացել, որ մոտորապես ոնց պետք է բռնես, ոնց պետք է կատուշկան ֆռցնես, կաբելները ոնց պետք է միացնես։ Ես դառել էի համար 1 ալազանի մասնագետ։ Համար 1 ինձ էին հարցնում, էլի ոնց միացնեն, ինչ անեն, Ասկոլկան էլ նասավոյ части փոխեց այդ էբանիտովին հանեց, ասկոլիչնի ֆուգասնի սարքեց, դետոնատորը մտածեց, ոնց դետոնատորը դնի, եւ տեղ առաջի անգամ մեր մոտ առաջացավ մի հատ տրուբա, մի հատ երկաթ, լուկա, ինչա, ասեցինք ախպերես ինչա, ասեցին էսի մինամյոտ է, ասկոլկան ասում է մինամյոտ է, բայց մենք չենք իմանում ոնց խփենք, ով կա եւ մեր առաջացավ ճարեցինք, տնից վերցրինք մեր այսօրվա Ղարաբաղի պաշտպանության նախարարին Լևոն Նացականյանին։ Լովկա ռիժի։ Եվ ինքը ասեց, հա, ես մինամյոտով խփել գիտեմ։ Եվ տարինք Սարդարաշենա կայծը ողորմոցիկ։ Տարինք դրինք, սկսինք աշխատել, հա մինամյոտով, հա մալազանով, բայց չուգունեց խումբը այդ օրը չաշխատած մեզ համար էդի մնաց գա։ Ամենայն դեպս ռեզուլտատ չեղավ, չէ։ Результат был очень хороший. Ну, ամենայն դեպս նախատեսված բաներ Первое попадание миномета попало прямо в склад горюче-смазочных материалов. А то нападение, которое... Я лазанами работал, минометом работал, я в штурмовой операции не участвовал. А то, как они штурмовали, ЗСУ как работало и тому подобное, это для меня и для всех карабахцев был хороший урок, что можно штурмовать любое селение. Это Бурамисner? Чем еще? Араму Замерер. Да нет, замерчи. Че? Մարախուղեր, բայց զմեր չէ։ Կալենդարն է, պետք է որ դեկտեմբերն էր, էլի, չէ։ Բանը կար։ Հենա հիմա կադաստրի մեջնա Գագոյից հարցերի Ղարաբաղի, Գագոն Կասի Արամ Մանուչարյան, Հենա Մանուչարյան Աշոտետ,
Էլով կարտեղ այդ տղերքից։ Հա, հենա Ավստրալիա, հրազդանցի բան Աֆգանեցը, Արարատը։ Իրանք կարան ասեն բանը удачно, неудачно. То, что мы минометом поработали, получили большой фейерверк и получили то, что нам хотелось. Но второй раз, когда... я могу тебе сказать, когда это было. Это было летом. Почему? Потому что второй раз, когда мы должны были напасть, было день путча. 19 августа. 91 թվի 91 թիվ դեմ պուչը։ Բայց լավ 91 թվի Это было первое. Нет, քո ասած партизанский периодներ Это был уже после, мы еще на Лесной что-то сделали по дороге этого, потом сделали Сарищение в Гадруте. Не то, которое Аркадий Иванович эту операцию. Вышкин. Вышкин. Но и до этого еще мы сделали нормально. Որ թվին ես ասում 91 Май месяц 91 операция Кольцо. Потом мы познакомились. Անցած ժամանակը գյուղերը դադարեցին, չէ՞, դոլանլարը, դա Արդեն որ մենք էտի անում էինք Սարիշեն, արդեն поток шел. Որտեվ հենց այդ ժամանակ Погорам, май поток шел, и ничего невозможно было делать. Գնում ես, ասում ես, մի թողեք ստեղ ենք, ասում այնա գոմ այդքան խոսք կա, այդ սաղ ձեզ եմ տալիս։ Արա գնում ես, հետակ իմս ուր ես գնում։ Եվ այլ, были такие. Это и еще самое хорошее, что я помню и считаю самым важным, это то, что Вартан Душман за короткое время в деревне Дагряз Аскеранского района смог подготовить с разных регионов Карабаха несколько отрядов местных. Он проводил всю подготовку. Вот это дало большой толчок в самоорганизации. Если говорить, что кто-то там руководил этим и тому подобное, да, пусть руководят. Но это было всего лишь животное желание людей защитить свою землю. И никакие идеологические препоны, дашнакские, гончакские или еще какие. Это было живой интерес. Դավիթ, դուշմանը մեկ ցավոտ թեմա է, էլի։ Դուշմաններ, ճուգումներ զոհվել են։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ իրենց անունը միշտ պետք է հնչի, բայց մենք հերոսացնելու խասյաթ ունենք զոհվածներին։ Տեղ շատ հաճախ տեղին, բայց շատ հաճախ էլ մոռանում ենք, ոչ թե հաճախ էլ միշտ մոռանում ենք կենթանի հերոսներին։ Այն մարդկանց, ովքեր որ չեն զոհվել։ Իրանց բախտը չի բերել, իրենք չեն զոհվել։ Ես դա միշտ ասում եմ, այդ նման մարդ քո կյանքում այդ 88 թվից դու արդեն մի անուն տվեցիր մի քիչ առաջ, չէ՞։ Քո ազգականը 5-րդ դասարանից ելով կա ումը դու կգնահատեիր, ասենք միջև անկախանալը Ղարաբաղի արդեն որ պատերազմի մեջ մտան ու վառ հետ կթողեցին պաշտպանական այդ մարտերում, որոնցից դու անձամբ տեղյակ ես ու որոնք փառքասո դեռ սաղ են։ Ես ձեզ մի բան կարամ ասեմ։ Սա Ղարաբաղի 17, 16, 17, 18 տարեկան երեխեքը որ գնաք լյուբոյ դպրոց Ստեփանակերտում դուք կտենաք սաղի նկարները իրանք սաղ հերոս են ես չեմ վիճում ես էտի ասեցի բայց սաղ մնացածներից գրքեր են գրում այսօրվա մեր նախարարը մեր սիրելի Արկադի Իվանովիչը կականի 10 ձևի գիրք են գրում как они захватили Шушу такая прелестная операция я у них у всех спрашиваю, кто день назначил взятие Шуши? Почему в карте твоей изменена дата? Таким духом ты владел,
пошел бы в ту дату, которую ты назначил. Они прекрасно знали, что Шушу захватят только 18-летние и 19-летние. Потому что с душманом, со Осколкой, 40 дней мы готовили, нашли такую гору. Готовили штурм. Եվ մեկի մազը չի ծրվել. Штурмի ժամանակ. За 40 минут мы уже были под крепостью. Никто не мог представить, что за 40 минут 18-летние пацаны могут оказаться под крепостью. Никто. Ասկոլկան երկու անգամ վիրավոր արդեն այդքան ծխում մխմա մինչև եկել է ասել մարդիկ արդեն վերևն են։ Այդ ժամանակ էր որտեղ վնասը Ոտ չի ձեռը գրանատը շպրտեց թուրքը ձև չկար կամ պետք բանից ընկներ, բերթից ընկներ կամ էլ պետք ձեռով պաշտպանվեր գրանատից որ ասկ RGDP որ երեսին չկպնի։ Ուզար մայիսի 8-ին, հա 7-ին առավոտ 8 եւ ասում եմ այ ձեր ցավոտ տանեմ, բա այդ Շուշի եք գրավել, այդքան գիրք եք գրում։ Բա դուք մի հատ թուրքի տեխնիկա չեք խփել։ Հարց եմ տալիս, արա։ Խփել եք թե չեք խփել։ Թուրքը մեր մի հատ տանկը խփել է, մի հատ BMP թուրք չէր իհարկե խփողը են կապ չունի հակառակորդը։ Բա այս հարց եմ տալիս։ Բա այդքան գրավել եք ախպեր 18000 մեդալ եք բաժանել։ Բա այդ թուրքի տեխնիկա չեք խփել։ Հա, Քիրսի տղեկը, Քիրսի Սամոն բանա մեր աբուլիկը եւ այլ։ Թողած տեխնիկ եք վերցրել են, պալատկա մտել են, առավոտը շուտ, դա Քիրսա, մենք Շուշի շտուրմի մասին ենք խոսում։ Չեք վերցրել, ով է խփող եղել այդ թուրքի, ոնց է խփել։ Ему было 16 лет. Խփված տեխնիկա կար, ինչ տեխնիկա եմ ասում։ Ֆերմայում, BMP-1։ Դա չէ տանկ ես չեմ մանավանդ թուրքի խփված։ BMP-1 իրանց фермекում BMP-1 был в стоге, выходил, работал 16-летний пацан, киргиз кличка, Оганесян Армен, из моего взвода. 1500 разрывными пулями, бронебойно-разрывными пулями, просто сжег эту технику. 16 лет было пацану. Хотя бы для того, чтобы вы людьми были. Где, почему, где он сейчас? Кто-то его место помнит? Это еще первая его удачная операция была. А что он в Мардакерте творил? Что творил в Лачине? Это все знают. Кто его помнит? И где он сейчас? Таксистом работает в Ростове. Человек, который ПК и 2500 патронов возил на себе и работал, 8 чертил любому. Где? Это ПК-ով էր ինքը BMP-1-ը քրքրել։ О, полностью варили, а? РПК, թե ՊԿ։ ПК. С пластмассовым вставным прикладом, изготовленных Ինքնաշ։ лично Осколкой. Это галамена киргизная. А столько таких парней. Կարաս էլի մի քանի անուն тас, ում կարելի է բնութագրել հերոս, ու իրանք փառքաստով ողջ են։ Все те 16-летние и до 18-летние пацаны, которые взяли оружие, они дальше женщин не знали, поэтому они хорошо воевали. Вкус жизни для них был далек. Այդ պարզ է։ Իսկ անուններ։ Դե մեկին ասես, մեկին չասես, դա իմաստը ես ինչ ասեմ էլի։ Իմաստ կա։ Մենք ժողովածների անունները ասենց տենց հիշատակում ենք։ Այդպես մի ամիս առաջ խաչքար էինք տեղադրել։ Վաղոն անվիճելի ասենք, բայց մեր ջոկատից, բայց կան տղաներ, ովքեր չեն զոհվել։ Ու ոչ պակաս գործենար է։ Նույն ձևով զոհվածների անունները հիշատակվում է։ Ես մի հատ պրաստոյ բան ասեմ, որ դուք պատկերացնեք, ես Սիլաչիում մի հատ բիձա մարդ կար, փնթի, եկել էր Ղարաբաղ կռվելու։ Я его взял на механика, на двойку. Этот человек
так и умер, его никто места не знает, даже я его имени забыл после нескольких контузий, да, у меня с именами проблема. Но то, что две двойки, одна однерка и Володенс, Мардакерти, танковый экипаж, то, что мы творили там, в Мардакерте, то, что творили, Ազգալդյան Լեոնիդը հենա կողքի մարդիկն էլ կան, հենեն սաղ մի քանիսը Արտաշացիկ, Դվինցիկ եւ այլն։ Ասում են ախպեր, ես ինչ եք անում։ Խի սենց էլ են կռվում։ Ես էլ չեմ, ասում եմ, խի չես կռվում, պարոն Լեոնիդ։ Ասում ախպեր, ես սենց ոնց կռվեմ։ А там все 16-летние, 18-летние пацаны. Ասում եմ, ես չեմ պատկերացել, որ սենց կարելի է կռված։ Двое суток мы только стволы собирали. В смысле? Да այնքան է խփել ախպերի։ Ես კი չեմ խփելի։ Ես հենց տանկը տվեց, первые 10 минут տանկը տվելա, ձեռս մերս մի 3 մետր, 3 հարկել թռել եմ։ Кумулятивный снаряд был, повезло, под ноги попал. Я просто руководил двойке Квонс. За 4,5 часа 2 двойки поработали, 2 двойки, и 4 КАМАЗа боеприпасов израсходовали, и в цель. Это у нас 92 թվի ամառ. Да, а Несон, мой гранатометчик, есть живые свидетели. 6 снарядами 4 танка положил. Полно свидетелей. И кто он сейчас? До сих пор командир роты. 6 снарядами. Ենել զուգարանից դուրը բացում էր։ Խփում նորից այնքան էր խելքը բան։ Երեխա էլի, ասում է դուրը որ փակեմ, չեն իմանա էլի որ զուգարանում եմ։ Պատ Ռաֆոն խոնձերից տնեցի, Фуака խոնձերից տնեցի, командир роты. Всегда доходит за командира батальона или командиром батальона, потом разжалует до ряда этого командира роты. Таких полно пацанов. Да. Ես չեմ ուզում դու գնահատես գնահատական տաս մեր զորավարներին կամ նախկին զորավարներին Ես Մասիսին էլ պետք է ասեմ կամազիր զվոդը որը մարդը ոչ ծխմա ոչ խոմա բիլակն էլ ոտից հաստությունն է դուխը միլիարդ всю войну вот там пишут там если даже историю откроете там бан как Комитет госбезопасности Карабаха афганских душманов встретил. Не было их таких. Рантон, Масиса, Несон, Фикса. Вся линия обороны пошла в попятную. Пьяный азовский экипаж танка, если были трезвые, бы они не устояли. И здесь пацанов разведроты. У пацанов из-за... разведрота Батальон разведки, да, глубинной разведки. Всех они 19 часов непрерывного наступления афганских душманов, маджахедов, и до конца, до того, как они перешли реку Аракс, здесь пацанов держали. Вся линия фронта отступила. Ты արդեն форт հիվնագալի 93. Այդ հորադիրն էլ չէ դուխերը վերցրեցին այդ կեսը Не, этот не так. 94-м, по-моему, в апреле, да? В 94-м в апреле был сепаратный договор между Республикой Армения и Азербайджаном. Потому что станция Хорадис, если узловая, это не только она узловая, а в том она, что
если мы держим плотину Хорадиза, то с Ленкарани только возможно в обход 3500 километров доставлять что-либо в Нахчеван. Что-либо доставлять. Гарадахский хребет непозволителен для построения ни железной дороги, ни обычной автодороги. Դե հիմա թալիշների մոտից բան կա, չէ, կոնտակտ կա պարսիկների մոտ։ Գնալ գալու։ Թալիշների մոտից, Акстафаից, Гарадахский хребет обходится через Тавриз, и только тогда идешь в Джульфу. Это 3500 километров. Այդքան շատ։ 3500. Ну, հաշվի, քյոլի։ Եկի обхода գնում։ С Хорадиза, станции Хорадиз, это конец почти Карадахского. Չէ, դե դա բնական է տրամաբանության И հիման վրա никто է։ в апреле месяце никаких душманов при сдаче Хорадиза не было. Это была удачно спланированная паника с армянской стороны. Իմ կարծիքով դա տրամաբանության հետևանքը հայտարարությունը փաստեր բնականաչունես չէ։ Ես էլ կարամ այտենց մտածեմ, կարամ չմտածեմ, մեր լսողներն ու դիտողները թող իրանք որոշեն։ Դա իրականությանը մոտ է թե չէ, փաստեր չկան, չէ։ Ինչ փաստը, այսօր մենք Խորադիզի գլխին նստած ենք, երկաթ գիծը գալիս է Խորադիզ կայարան, տղից բարձվում է ավտոները, պլատինան անցնում է եւ Արաքսի մյուս ափով գնում է Նախճեվան, ամենակարճ ճանապարհով։ Իսկ մենք գլխին նստած ենք։ Երբ ուզենք կարանք փակենք։ Չկա ուզել չկա, հայերի մոտ ուզելը պրծելը։ Իրանք ոչ բան չեն ուզում։ Հայերը ուզում են չալաղաճ ուտեն, արախ խմեն, պարեն, մեկ է բայվիկներ նայեն։ Մեսնի։ Դա շատ հարցերում իհարկե ես քո հետ համաձայն եմ։ Մենք շատ ավելի երկար զրուցեցինք, քան մի հաղորդման ժամանակաչափը, ասենք, 2 անգամ ավել գրեցինք։ Ես չգիտեմ մի հաղորդում կստացվի, թե 2։ Բայց ես շատ շնորհակալ եմ, որ դու եկել ես, հյուրընկալվել ես մեր ստուդիայում, իմ հաղորդման մեջ։ Ինձ թվում է դեռ էլի կհանդիպենք, զրուցելու բաներ կա։ Ես մի բան Թե այդ եթերում, թե եթերից դուրս։ Մի բան կարամ ասեմ, որ о войне можно говорить многое, но война идет сейчас и каждый день. Դա անվիճելի է։ Եթե մենք այսօր կոնկրետ քայլեր չանենք, ոնց որ մենք շատ լավ ենք, մեզ էյֆորիայի մեջ ենք գտնվում, Շուշին եւ Լաչինի Միջանցքը բացելուց հետո միած ստացանք լավ ապտակ։ Այո։ Կորցրեցինք շատ կարևոր նշանակություն ունեցող Շահումյանը եւ Մարդակերտի Նեֆտենոսնի ռայոնը։ Հսկայական տարածք։ Ղարաբաղի 1/3-ը մենք այդ վաղ կորցրեցինք։ Այդ դրա հաշվին, որ մեզ թվում էր իրոք մենք հաղթել ենք, մեզ տենց էր թվում։ Հիմա էլ մեզ թվում է, պես քո հետ լրիվ համաձայն եմ, մեզ թվում է, թե պատերազմում մենք հաղթել ենք։ Պատերազմը դեռ շարունակում է, այդ շարունակվելը կարող է տասնյակ տարիներ սենց կիսախախանդ պատերազմը լինի, իսկ կարող է տակ փուլի մեջ մտնի ցանկացած պահին։ Իհարկե, նորից եմ կրկնում, ես շնորհակալ եմ, որ դու հյուրընկալվեցիր։ Ստեսություն։ Տեսություն ձեզ, շնորհակալություն։